Թե պետք գործողմանեմ, որոշեցի անպայման անդրադառնալ քիչ առաջ հրապարակված Ղարաբաղյան կարգավորման բանակցային փաստաթղթերին։ Ուզում եմ մի քանի կետ առանձնացնել։ Նախ, մենք մեր հանձնառությունը այն է հրապարակել բանակցային փաստաթղթերը մինչև տարեվերջ իրականացրինք։ Եվ հաջորդը, այս պահին գնդակը ընդդիմության դաշտում է, թեպետ կարծում եմ, որ քչերը ունեն որևէ ակնկալիք, որ ընդդիմությունը որևէ բովանդակային ասելիք եւ ոչ թե կրկին մանիպուլյացիաներ կունենա այս կապակցությամբ։ Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր հարցի վրա։ Այսքան չարչարքված 2019 թվականի ԵԱԿ Մինսկի խմբի առաջարկները, որոնց մասին ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հույսեր ունեին, որ պիտի հրապարակվի եւ իրենց որևէ ասած ճշմարտություն հաստատվի, այս առաջարկները 19 թվականի ոչ այլ ինչ են, քան նախկինում արված առաջարկներ։ Դրանք հիմնականում 2007 թվականի մադրիդյան սկզբունքներն են։ Խոսքը վերաբերում է այդ թվում նաեւ միջանկյալ կարգավիճակին Լեռնային Ղարաբաղի համար, 5 շրջանների վերադարձ, որին Ադրբեջանը արդեն չէր համաձայնվել ուշադրություն 2011 թվականին, եւ սա փաստել է իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը։ Այսինքն, սա մի առաջարկ է, որը պարունակում է կետեր, որոնց Ադրբեջանը չէր համաձայնել դեռևս 2011 թվականին։ Ավելին, 2016 թվականի Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի Դաշնության նախագահին եւս այն մասին է, որ Ադրբեջանը բառացիորեն գրված է, Ադրբեջանը հրաժարվել է մադրիդյան սկզբունքներից, համաձայնեցված սկզբունքներից, Ադրբեջանը ցանկանում է 5 շրջանները եւ դրանից հետո կդնի նորանոր պահանջներ, փորձելով խափանել ամբողջ բանակցային գործընթացը։ Սա է իրականությունը։ Սրանում համոզվելու համար պետք չի հավատալ ինձ կամ որևէ մեկին, պարզապես ընթերցեք հրապարակված փաստաթղթերը, բայց դուք արդեն այս բոլորը գիտեք, սիրելի քաղաքացիներ։ Իսկ ինչ մնում է ընդդիմությանը, տեսնենք արդյոք հանդես կգան որևէ բովանդակային խոսքով։ Ես առանձնապես ակնկալիքներ չունեմ։